Ամառային այս օրերի մեր քաղաքացիներից շատերի համար հրատապը ամառային հանգստի կազմակերպումն է, դրա հետ կապված հոգսերի հաղթահարումը։ Այս փուլում բնական է նաև քաղաքականության, դրան առնչություն ունեցող խնդիրների նկատմամբ հետաքրքրության նվազումը, սակայն քաղաքական գործընթացները կանգառի ենթակա չեն, եւ մենք շարունակում ենք այդ հարցերի քննարկումը, որոնք մեր կարծիքով ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն բոլորիս հետ։ Դիտակետն է եթերում։ Այսօր իմ զրուցակիցը Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ մայոր Դանիելյանն է, ազգային ժողովի նախկին падգամավորն ու ներկայումս Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամը իր տեսակետները կներկայացնի առաջադրվող հարցադրումների վերաբերյալ։ Ամառային արձակուրդների ամենաեռուն շրջանն է նաև քաղաքականությունից կտրվելու, դրանից հանգստանալու ժամանակաշրջան։ Միաժամանակ դա հնարավորություն է գնահատելու մեր անցած ճանապարհը ու նախանշելու ապագայի ուղին։ Ձեր կարծիքով շարժման 25 տարիների ընթացքում որքանով մոտեցանք մեր նպատակակետին։ Շարժման այս 25 տարիների ընթացքում հնդածս փոփոխվել են այն նպատակները, որոնք դրվել են շարժման ակունքներում, շարժման առաջին տարիներին, թե փորձենք շարժումը բաժանել փուլերի, կունենանք ուրեմն 3 հիմնական փուլ։ Դա մինչ պատերազմյան ժամանակաշրջանն է, երբ որ ուրեմն շարժումը խաղաղ բնույթ էր կրում հիմնականում, չնայած զուգահեռ գիտենք ինչպիսի արյունալի իրադարձություններ են կատարվել հարևան հանրապետությունում։ Դա երկրորդ փուլը, դա ուրեմն պատերազմն է իր բոլոր հետևանքներով եւ արդյունքներով եւ հետպատերազմյան ժամանակաշրջանը, որը արդեն մոտ 20 տարի է ձգվում։ Այդ իսկ պատճառով այսօր հստակորեն ասել, որ շարժումը հասել է, մենք հասել ենք շարժման սկզբնամասում դրված այս կամ այն խնդրի կատարմանը, իմ կարծիքով այնքան էլ ճիշտ չէր լինի, որովհետև աշխարհում մեր տարածաշրջանում կոնկրետ խորհրդային միությունում եւ հետխորհրդային տարածքում այս ընթացքում, այս 25 տարիների ընթացքում կատարվել են բազմաթիվ աշխարհակաղակական փոփոխություններ, շարժեր, որոնք չէին կարող իրենց արձագանքը, իրենց դրոշմը չթողնեին մեր մարտավարության վրա։ Ինչ վերաբերում է ուրեմն գերնպատակին, Ադրբեջանից անկախացմանը, դա այլևս փաստ է։ Իրականություն է նաև մեր կայացած պետականությունը իր բոլոր անհրաժեշտ ատրիբուտներով եւ կարծում եմ առաջնահերթություն է, որ մենք հետագա մեր պայքարով, մեր մակարոններով հասնենք այն նպատակին ըստ որը համաշխարհային հանրությանը ինտեգրվելն է եւ նրա կողմից մեր իրավունքների ճանաչումը։ Այնպես որ ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է ամեն առիթով մեծ բավականություն արձանագրել այս կամ այն աստիճանի հաջողությունների համար, այլ անհրաժեշտ է ամենօրյա երկարատև քրտնաջան աշխատանքով քայլ առ քայլ հասնել նշածս նպատակներին։ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը փակուղային իրավիճակից դուրս բերելու հերթական փորձը կարող է դառնալ մինչև տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի կազմակերպման սկզբունքային համաձայնության մասին հայտարարել են երկու կողմերը։ Մոտ ապագայում խնդրի կարգավորման առաջընթացի առումով որևէ սպասելիք ունեք։ Սպասելիքներ ու լավատեսություն, ինչպես այդպեսին ես չեմ կիսում, որտեվ դեպքերի իրադարձությունների եւ ընդհանրապես իրերի վիճակը այնպեսին է, որ ըստ իս կողմերը դեռևս շատ հեռու են իրենց կարծիքներում հարցի վերջնական կարգավորման շուրջ եւ դժվար թե մոտ ապագայում կամ միջնաժամկետ հեռանկարում գտնվեն այսպես կոչված կոմպրոմիսային որոշումներ։ Ադրբեջանը այս տարիներին ամեն ինչ արել է իր հասարակական կարծիքը բևեռացնելու, ամեն ինչ արել է հակահայկական սերմը այսպես պարարտ ցանելու եւ
աճեցնելու իր հասարակական կարծիքի մեջ, որը իմ կարծիքով թույլ չի տա մոտ ապագայում այդ հասարակությունը վեր կանգնի այդ ֆոբիաներից եւ այդ պաթոլոգիական հակահայ կեցվածքից ու իրեն թույլ տա ուրեմն համաձայնության գալ այս կամ այն խելամիտ այսպիսի համաձայնությունների շուրջ։ Երկրորդ խումբ պատճառները, որ ուրեմն իմ մոտ լավատեսություն չի արթնացնում հակամարտության շուտապույտ կարգավորման շուրջ, կապված է գերտերությունների շահերի հետ, որոնք մեծ բախում են արձանագրում մեր տարածաշրջանում։ Մենք այսօր գիտենք, որ ուրեմն համաշխարհային կապիտալը իդեմս գերտերությունների ներկայացուցիչների այսօր ձգտում է ուրեմն տեր կանգնել հարավային Կովկասի ռեսուրսներին, տարանցիկ ուղիներին եւ այն հայտարարությունները, թե համանախագահները, որոնք ներկայացնում են գերտերություններին, համամիտ են եւ միակարծիք են Ղարաբաղյան հարցի այս կամ այն մոդելի շուրջ, իմ կարծիքով սին են եւ զուրկ հիմքերից, որտեվ մինչեւ ուրեմն այս տարածաշրջանում քանի դեռ հակասություններ կան մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի, ես չեմ կարծում, որ համանախագահները ունեն միատեսակ կարծիք հարցի կարգավորման եւ մեխանիզմների եւ վերջնական արդյունքների հետ։ Էլ ես դեռ չեմ նշում ուրեմն տարածաշրջանային տերությունների շահերը, իդեմս Իրանի, Թուրքիայի, որոնք նույնպես պայքարում են, ժամանակ առ ժամանակ իրենց ծառայությունները առաջարկում կողմերին միջնորդության եւ հարցի կարգավորման նպատակով։ Բնականաբար վերջիններս էլ ունեն իրենց շահերը այս տարածաշրջանում, այս բազմաշերտ շահերը ուրեմն շատ հաճախ բախվում են եւ դա էլ լավատեսություն չի առաջացնում, որ շատ մոտ ապագայում կողմերը կարող են համաձայնության գալ գերտերությունների հովանավորության ներքո հարցի վերջնական կարգավորման ուղղությամբ։ Ադրբեջանը մոտենում է նախագահական ընտրությունների եզրափակիչ փուլը։ Այդ երկրի ընդդիմությունը փորձում է միավորվել կինոյի հայտնի գործիչ Ռուստամ Իբրահիմբեկովի շուրջ, ով դեռևս չի հասցրել հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից եւ չի ժամանում Բաքու։ Ձեր պատկերացմամբ ինչպիսին կարող է լինել ընտրությունների պատկերն Ադրբեջանում։ Եթե փոքր-ինչ հետևենք Ադրբեջանում տեղի ունեցող նախընտրական այս իրավիճակին, հետևելով նրանց լրատվությանը, կարելի է եզրակացնել, որ փոքր-ինչ աշխուժություն կարծես նկատվում է, մանավանդ կապված ալտերնատիվ, այսպես այլ ընտրանքային թեկնածուի առկայության հետ։ Իդեմս Ադրբեջանում եւ նրա սահմաններից դուրս բարի համբավ եւ հարգանք վայելող կինոգործիչ, կինոդրամատուրգ Իբրահիմ Բեկովի։ Նրան որոշ փորձագետներ, այսպես հասարակական սեկտորի ներկայացուցիչներ համեմատում են անգամ Վացլավ Հավելի հետ, սակայն պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը հեռու է Չեխիա լինելուց, իսկ ադրբեջանական հասարակությունը դեռևս հեռու է եվրոպական կամ ինչպես ասում ենք համամարտկային արժեքները կրող լինելուց, այդ իսկ պատճառով ես թերահավատ եմ, որ նա կարողանա օգտագործել ընձեռված հնարավորությունը եւ ընտրություն կատարել իր ապագայի օգտին։ Կարծում եմ
ադրբեջանական ընդդիմությունը իսկական ընդդիմություն կարող էր կոչվել, եթե վերհաներ իր հասարակության մեջ արկա խնդիրները, որոնց պատճառով Ադրբեջանը հայտնվել է այսօրվա իրավիճակում, երբ որ տարածաշրջանում լարվածության աղբյուր է հանդիսանում եւ իր հարևաններից շատերի հետ ունի բնականon նորմալ հարաբերություններ, որը շատ մեղմ է ասված, իսկ կոնկրետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հետ գտնվում է թշնամական հարաբերություններում։ Ինչ վերաբերում է Իբրահիմ Բեկովի քաղաքացիության հետ եւ նրան Ռուսաստանի քաղաքացիությունից նզրկելուն, կարծում եմ այդ հարցը եւ շատ այլ հարցեր ընթացք կստանան կամ որևէ լուծում կստանան Վլադիմիր Պուտինի առաջիկայում Բաքվում սպասվող այցելության շրջանակներում։ Կախված այն բանից, թե Պուտինը ներկայացնելով ռուսական կապիտալի շահերը Բաքվում ինչ սակարկություններ եւ ինչ արդյունքներ այդ սակարկությունների արդյունքներով կարող է ստանալ կամ ակնկալել եւ կախված այն բանից, թե Ռուսաստանը ինչքանով կտիրանա Կասպյան նավթի եւ գազի ուրեմն այդ կարկանդակից ըստ այդմ էլ բարձ կլինի ուրեմն թե նա կզրկի եւ հնարավորություն կտա Իբրահիմ Բեկովին գրանցվել որպես տեխնացու թե ոչ այդ հանդիպման հետ կապված կպարզվեն նաև շատ այլ հարցեր կապված ռուս-ադրբեջանական հարաբերությունների, հայ-ռուսական հարաբերությունների, ինչու՞ չէ հայ-ադրբեջանական հակամարտության հարցերի հետ։ Ձեր կարծիքով նախընտրական այս փուլում ընդդիմությունը հնչեցնում է Ադրբեջանում տիրող իրավիճակի իրատեսական գնահատականներ։ Ուշագրավ է նաև ընդդիմության, մասնավորապես Իբրահիմ Բեկովի մոտեցումը Ղարաբաղյան խնդրին։ Տարբերվում է նրա տեսակետը պաշտոնական Բաքվի մեծ քաջացանոթ դիրքորոշումից։ Շատ ավելի խորն է եւ խնդիրներով լեցուն, քան ուրեմն մատուցում է մեզ բնականաբար պաշտոնական Բաքուն։ Հետևելով իրադարձություններին կարող ենք արձանագրել, որ այն բարոյահոգեբանական իրավիճակը, որը տիրում է Ադրբեջանում եւ որը արտահայտվում է ուրեմն սպանություններով եւ ինքնասպանություններով, դրանք հետևանք են այն նյութապաշտական եւ շահամոլական բարքերի, որոնք այսօր տիրում են Ադրբեջանում։ Եվ իմ կարծիքով ադրբեջանական իրական ընդդիմության խնդիրն այն է, որ վերհանի այդ բարոյահոգեբանական իրավիճակի իրական պատճառները, որոնք շատ խորն են եւ կապված են եւ ազգային մշակույթին ընդհանրապես եւ մասնավորապես վերջին 25 տարիներում Ադրբեջանի քարոզչության նրա այսպես ասած դրված խնդիրների եւ այդ խնդիրներին հասնելու ընտրված ուղիների մեջ են խորացած այդ պատճառները։ Ընդդիմությունը, ցանկացած ընդդիմություն Ադրբեջանում խուսափում է այս խնդիրների պատճառները ուսումնասիրելուց, վերհանելուց, հասարակությանը մատուցելուց եւ դրանց լուծման ուղղությունները մատնանշելուց, որտեւ արկա ընդդիմությունը Ադրբեջանում նրանք են հիմա Ադրբեջանում նրանք են ընդդիմություն, ովքեր 20 տարի առաջ եղել են իշխանություն, որոնք ժողովրդական ճակատ, Մուսաֆատ եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Այսօր ցավոք սրտի հենց դրանք են շրջապատում Իբրահիմ Բեկովին, կան այլ գործիչներ, այսպես կոչված լիբերալ գործիչներ նույնպես, սակայն իմ խորին համոզմամբ, եթե դրանց լիդերը, դրանց թեկնածուն, միասնական թեկնածուն լինի անգամ ոչ թե
Իբրահիմ Բեկովը, որ անգամ լինի, ասենք, նույն Աքրամ Այլիսլին, որը վերջերս գիտենք հայ-ադրբեջանական պատմական հարաբերություններին որոշակի ճշմարիտ այսպես գնահատականներ է հնչեցրել, այնպես ով է լինի Ադրբեջանում մոտ ապագայում եւ միջնաժամկետ հեռանկարում Ադրբեջանում իշխանության գլուխ, նա չի կարող հասարակական կարծիքը արդեն իսկ այս աստիճանի գրգռած հասարակական կարծիքը հակահայ քարոզչությամբ ձևավորված հասարակական կարծիքին դեմ գնալ եւ փորձել գտնել լուծումներ, որոնք կբավարարեն երկու կողմերին։ Իդեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նրա ժողովրդին եւ ադրբեջանական կողմին մյուս կողմից։ Այդ իսկ պատճառով ինչ վերաբերում է ուրեմն Իբրահիմ Բեկովի արտահայտած ուշագրավ այսպես կոչված մտքերին, դրանք այնքանով են ուշագրավ, որքանով որ տարբերվում են պաշտոնական Բաքվից հնչեցրած ծայրահեղ այդ զառանցանքներից։ Եվ նախ չեմ կարծում, թե դրանք իրագործելի են, ինչպես հիմնավորեցի քիչ առաջ, եւ երկրորդ իմ կարծիքով դրանց Իբրահիմ Բեկովի արտահայտած մտքերը իրագործելը բոլորովին չի համապատասխանում մեր շահերին, մեր ազգային իղձերին եւ մեր դիրքորոշումներին, որովհետեւ գիտենք նա առաջարկում է համատեղ գոյակցություն, խաղաղ գոյակցություն, որը որ պատմությունից մենք գիտենք, թե ինչի է բերել եւ ինչի կարող է հանգեցնել։ Եվրամիության հետ Հայաստանի ասոցիացիան պայմանագրի նախաստորագրման ժամկետի մոտենալու կապակցությամբ շատերը պնդում են, որ Հայաստանը ճնշումների կենթարկվի դեպի Ռուսաստան կամ Արևմուտք առավել հստակ կողմնորոշում ցուցաբերելու նպատակով։ Բոլորս իհարկե ցանկանում ենք ներգրավված լինել անվտանգության անհրաժեշտ համակարգի մեջ, ինչպես նաև ինտեգրվել Եվրոպային։ Նման ձգտումը որոշակի ռիսկեր պարունակում է Հայաստանի եւ Արցախի համար։ Մենք փորձենք այս հարցին ոչ թե զուտ քաղաքագիտական այսպես պատասխան տալ, այլ կենցաղային փիլիսոփայության չափանիշներով առաջնորդվենք։ Եթե դու թույլ ես, ապա միշտ ճնշումների կենթարկվես հզորների կողմից։ Կամ ուրեմն պետք է բավական ճկունություն ցուցաբերես ու կարողանաս մանյովրել հզորների շահերի արանքում ու հնդածս նաև քո շահերը առաջ տանել, կամ պետք է ունենալ բավարար ուրեմն ռեսուրսներ եւ կամք, որպեսզի կարողանաս առճակատվես ու դիմագրավես այդ պոտենցիալ ճնշումներին։ Մեր պարագայում կապված ուրեմն այս զարգացումների հետ, որը ուղղված է եվրոպական ինտեգրացման եւ տնտեսական ավելի շահավետ տնտեսական հարաբերությունների ձևավորմանը Եվրոպայի հետ, բնականաբար լինելու են ռիսկեր, բնականաբար լինելու են ճնշումներ։ Եթե չէինք ուզում ճնշումների ենթարկվեինք, ապա պետք էր ժամանակին մտածեինք ու ստեղծեինք, ջանքեր գործադրեինք ու ստեղծեինք ավելի բազմաբևեր ուղղվածություն ունեցող ուրեմն անվտանգության համակարգ, պետք է, եթե չէինք ցանկանում, եթե ցանկանում էինք մեր ունենալ ազգային տնտեսություն եւ մեր տնտեսությունը զերծ պահել արտաքին միջամտություններից, ուրեմն պետք չէր ոչ միշտ շահավետ գներով
մեր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները, տնտեսական միավորները ժամանակին վաճառել ռուսական մոնոպոլիաներին։ Այս պարագայում, այս հանգրվանում, որ մենք հայտնվել ենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր մեր ռեսուրսները եւ մեր հնարավորությունները սահմանափակ են, մենք պետք է առավելագույն ճկունություն դրսևորենք, որպեսզի կարողանանք խուսափել, ոչ թե դիմագրավել, այլ ավելի շատ խուսափել այդ ռիսկերից եւ այդ ճնշումներից։ Ինչ կապված է կոնկրետ ճնշումների հետ, կարծում եմ դրանք նոր չեն եւ ոչ միայն Ռուսաստանի կողմից են եղել, կոնկրետ Ռուսաստանի պարագայում եղել են նաեւ նախկինում այս կամ այն չափով եւ այս կամ այն ռազմավարական խնդիրը նրանց կողմից դնելու եւ լուծելու նպատակով ամեն դեպքում Ռուսաստանը գործարք է, միլիարդանոց գործարք է կնքում Ադրբեջանի հետ զենքի մատակարարման, որը իդեպ հարձակողական զենք է, առանց հաշվի առնելով իր ռազմավարական դաշնակցի շահերը։ Արդարանում է որոշ փորձագետներ փորձում են արդարացնել Ռուսաստանի այդ գործարքը մեր հակառակորդի հետ նրանով, որ դեռևս տարիներ առաջ են կնքվել այդ պայմանագիրը, մենք շատ լավ գիտենք, որ 2 կամ 3 տարի առաջ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ավելի անամպ են եղել եւ հարց է ծագում ինչու եւ ինչ նպատակով են այդ ժամանակ կնքվել այդ պայմանագրերը եւ հետո Ռուսաստանը եւ ոչ միայն Ռուսաստանը ցանկացած հզոր պետություն չի կարող իրեն պատանդ համարել կնքված այս կամ այն պայմանագրի մանավանդ ունենք կոնկրետ օրինակները կապված Իրանի հետ այն պայմանագրերի չիրականացմանը Ռուսաստանի կողմից, որը կապված էր S-300 տիպի հակահրթիռային, հակաօդային պաշտպանության այդ համակարգերի մատակարարման հետ, երբ որ Ռուսաստանը չկարողացավ դիմակայել արևմուտքի ճնշումներին կամ միգուցե չկարողացավ դիմակայել որևէ հետաքրքիր ու շահավետ արևմտյան առաջարկի գայթակղությանը եւ Իրանին մերժեց այդ հրթիռների մատակարարումը փոխարենը նրանց համար պատրաստված հակահրթիռային այդ կոմպլեքսները համակարգերը փոխանցելով Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է եվրոպական ինտեգրման այս սկսված գործընթացներին, ապա այստեղ իմ կարծիքով ավելորդ լավատեսություն դրսևորել նույնպես պետք չէ, որովհետև այն քայլերը, որ այսօր կատարում է մի կողմից Եվրամիությունը, մյուս կողմից Հայաստանը եւ այլ գործընկեր պետություններ, իդեմս արևելաեվրոպական այդ գործընկերության հարևանության ծրագրերի, որովհետև նախ այն պայմանագրերը, որոնք նախատեսվում է նախաստորագրել առաջիկա Եվրամիության գագաթնաժողովին, կապված ասոցիացման հետ եւ որպես բաղադրիչ ազատ առևտրի գոտու ստեղծման հետ, դա մեր երազած ապահով Եվրոպա մտնելու համար դեռևս անգամ քայլ չէ, դա ընդհանրապես կիսաքայլ է, այն էլ իրագործելու համար անհրաժեշտ է երկարատև քրտնաջան աշխատանք, որտեղ չնայած պայմանագրի տեքստը դեռևս չի հրապարակված եւ մեծ ծանոթ չէ, բայց գոնե լրատվությունից տեղյակ ենք, որ դրանք նախ պետք է վավերացվեն եվրոպական բոլոր անդամ երկրներում, որը այդքան սահուն չի անցնի իմ կարծիքով եւ երկրորդ դրանք ընդամենը կրկնում եմ ընդամենը
մեկ քայլ են եվրոպական ընտանիքին անդամագրվելու ուղղությամբ։ Գիտենք շատ երկրների փորձ, նույն Թուրքիան 50 տարի ձգտում է մտնել Եվրոպա, ընդ որում 99 թվականից նա Եվրոմիություն մտնելու թեկնածուների արդեն հաստատված թեկնածուների շարքում է, սակայն գործընթացը այս կամ այն պատճառներով, մեզ հայտնի պատճառներով տեղից չի շարժում։ Այնպես որ չեմ կարծում, որ Հայաստանի մուտքը Եվրոմիություն այդքան դյուրին կլինի, մանավանդ աշխարհաքաղաքական տարբեր խաղացողների շահերը տարբեր կերպ են դրսևորվելու եւ մեր տարածաշրջանում եւ ըստ այդմ էլ Հայաստանը կարծում եմ դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու, որպեսզի ինտեգրվի Եվրոպայի։ Բացի դրանից ուրեմն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպան ինքը չունի սեփական անվտանգության համակարգ, մենք պետք է կարծում եմ այս ուղղությամբ նույնպես մտածենք, Եվրոպայի անվտանգությունը սպասարկում է ՆԱՏՕ-ն, դա սեփական եվրոպական անվտանգության համակարգ չէ, այստեղից բխող մեզ համար բխող բոլոր մարտահրավերներով։ Կան փորձագետներ, որոնք պնդում են, որ մենք կմնանք Ռուսաստանի եւ ՀԱՊԿ անվտանգության համակարգում, տնտեսապես միաժամանակ ինտեգրվելով Եվրոպային, չեմ կարծում, որ այսօր աշխարհաքաղաքականությունը եւ համաշխարհային տնտեսությունը այդքան կարելի է իրարից տարբերակել եւ տարբեր համակարգերում զարգացնել տնտեսություն, մի համակարգում զարգացնել տնտեսություն, ինտեգրվել տնտեսական համակարգի եւ մյուս կողմից ռազմաքաղաքական համակարգի ինտեգրվել, որովհետև ինչպես երբեք այսօր քաղաքականությունն ու տնտեսությունը սերտաճած են, սերտ կապված են եւ միջազգային քաղաքականությունը արտահայտում է տարբեր պետությունների միջազգային քաղաքականություն արտահայտում է միջազգային կապիտալի շահերը։ Եթե ասենք սառը պատերազմի տարիներին քաղաքականությունը թելադրվում էր, այս կամ այն երկրի քաղաքականությունը թելադրվում էր, նրա հիմքում դրված էր գաղափարախոսությունը, ապա այսօր միանշանակ տնտեսությունն է եւ չեմ կարծում, որ մեզ ուղղակի կթույլատրվի այսպես մեր կամքով ընտրել մեր ցանկությամբ ընտրել այս կամ այն համակարգ, այս կամ այն խնդիրը բարեհաջող լուծելու համար։ Այդ իսկ պատճառով կարծում եմ պետք է մեր դիվանագիտությունը լինի չափազանց ճկուն եւ քրտնաջան պետական բոլոր ինչպես դիվանագիտությունը այնպես էլ պետական ամբողջ մեքենան պետք է էֆեկտիվ աշխատի այն նպատակով, որպեսզի մենք այս 25 տարիներին մեր ձեռքբերումները բազմապատկենք եւ ոչ թե վտանգի տակ դնենք։ Արագորեն փոփոխվող տարածաշրջանը ժամանակ առ ժամանակ նոր մարտահրավերներ է նետում հատկապես փոքր երկրներին, որոնց պատմական անցյալը հուշում է լինել առավել խելամիտ եւ խուսափել հզորների բախման արանքում մնալու վտանգից։ Երևի թե միշտ էլ առկա է առաջընթացի լավագույն տարբերակը, սակայն այն պետք է գտնել եւ առաջնորդվել դրանով։